Վերջին շրջանում հնարավոր ֆինանսական զեղծարարությունների վերաբերյալ հանրային հնչեղություն ստացած դեպքերի առնչությամբ հայտնում ենք, որ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները քաղաքացիների կողմից առաջնային ահազանգերը ստանալուց հետո սույն թվականի մարտի 5-ին հանդիպել են տուժած քաղաքացիների եւ նրանց ներկայացուցիչների հետ։ Նշված դեպքերի առնչությամբ Կենտրոնական բանկը ստացել է շուրջ 50 քաղաքացու վերաբերող բողոքներ, որոնք առնչվել են հիմնականում 3 առևտրային բանկերին՝ ID Bank, Ineco Bank եւ Արտշինբանկ։ Կենտրոնական բանկի պատասխանատուները քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում եւ հետագա հաղորդակցումներում մշտապես հավաստիացրել են, որ ներկայացված յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրվելու է Կենտրոնական բանկի կողմից։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 2 տրիլիոն 20 միլիոն 34 հազար դրամ, ինչը 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցել է աճ 282 միլիոն 900 հազար դրամով, կամ 16.3%-ով։ Մասնավորապես Կենտրոնական բանկից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 10.4%-ով եւ կազմել 939 միլիարդ 610 միլիոն դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 33.6%-ով եւ կազմել 538 միլիոն 491 հազար դրամ։ Իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալը աճել է 14%-ով եւ կազմել 529 միլիոն 334 հազար դրամ։ Այլ հաշիվների ծավալը նվազել է 32.9%-ով եւ կազմել 12 միլիոն 440 հազար դրամ։ Հայաստանում էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերվել են ակտիվների գնահատման ծառայություններին, վարկային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև փոխհատուցումների տրամադրմանը։